Բարցես իհարկե մեր տաղավարից դուք հիմնականում անդրադառնում եք այն քաղաքական հետապնդումներին, որին մենք այս օրերին ականատես ենք լինում, բայց տեսեք, մինչև դրան անդրադառնալը խոսենք նաև այն սոցիալական խնդիրների մասին, այն թալանի մասին, այն այս ծանր սոցիալական պայմաններում գտնվող ազգին ինչպես են իրենք ծաղրում ըստ էության, իրենց պարգևավճարներով, իրենց այսպես ասենք, ձեռքբերումներով, այսօր մամուլը բաց է, որտեղ բազում հրապարակումներ կան, ինչի տեր են իրենք այլևս դարձել։ Խնդրեմ դուք ասացիք, որ անպայման ուզում եք նաև այս աննախադեպ թալանին անդրադառնալ, համեցեք, սկսենք այս հարցից, հետո իհարկե անպայման խոսել ենք հենց մեկ օրինակ Վարդան Ղուկասյանի գործող դատական նիստերից։ 1991 թվականից հետո իհարկե Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա, թալան եւ այլն այդ արատավոր երևույթները եւ ազգը կործանող, պետությունը քանդող հասարակությունները մասնատող այդ բոլոր արատավոր երևույթները եղել են, այնպես չի եղել, որ չեն եղել, բայց ես ուզում եմ խոսել այս վերջին, այսպես կոչված տարիների թալանի մասին, որը դուր է թակել յուրաքանչյուր քաղաքացու, մասնավորապես բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որ հատկապես խոցելի են, իսկ դրանք բազմահազար են Հայաստանի Հանրապետությունում եւ մենք ունենք սոցիալական մի անապահով այնքան մեծ ծավալի շերտ, որի նկատմամբ այս ոտնձգությունները վերջին 8 տարիների ընթացքում հատկապես զգալի են։ Դրանք են թոշակառուները, դրանք են այն քաղաքացիները, ովքեր ունեն գույք եւ նրանց գույքահարկը վերջին 5 տարիների ընթացքում աննախադեպ բարձրացել է եւ անհիմն է բարձրացել, այդ գույքահարկի գանձումները կարող ենք դասել որպես թալան եւ նաեւ թոշակառուների թոշակի չբարձրացումը, այդ թվում նաեւ այս վերջերս օրենքի արդեն կարգավորումների ներքո թոշակառուներին թոշակ տրամադրելը միայն եւ միայն բանկային քարտի միջոցով, սա նույնպես խոսում է թալանի մասին։ Իսկ իհարկե նաև այն բոլոր տեսակի առաջնային ապրանքները եւ ծառայությունները, որ անհրաժեշտ են մարդուն, դրանց նաև գների կտրուկ բարձրացումը, որոնց մեջ է մտնում հանրային տրանսպորտը, որոնց մեջ է մտնում սպառողական զամբյուղի առաջնահերթ ապրանքների գների կտրուկ բարձրացումը եւ ոչ մի ինդեքսավորում, ոչ թոշակի, ոչ աշխատավարձների։ Հիմա եթե թալան է, այդ նախկինների թալանի մասին է խոսում, այդ թալանից հետ բերելու վերաբերյալ, այդպես էլ մենք որևիցե զգալի հետ վերադարձ թալանի չենք տեսել, ուղղակի տեսել ենք ինչ-որ դատաբարություններ, ինչ-որ մեխանիզմով նախկինների նկատմամբ հետապնդումներ, բայց այն, որ թալանը հետ պետք է վերադարձվեր եւ պետք է ոչ թե վերադարձվեր այսպիսի ձևական դատական գործընթացներով, այլ մի քանի օրենքների ընդունմամբ եւ այլ մեխանիզմներով, որը ճկուն են, միանվագ են եւ կարող են հնարավորություն ապահովել թալանը իրապես հետ վերադարձնելու։ Սա տեղի չի ունեցել։ Եղել է ինչ։ Եղել է սեփականատերերի փոփոխություններ։ Այսինքն մի թալանողից վերցրել են տվել են մեկ այլ թալանողի, ուրիշ ոչինչ տեղի չի ունեցել։ Այն ինչ որ ձեզ խոստացել էին 18 թվականին, որ հետ է բերելու, բաժանելու են ձեզ, թալանը հետ է վերադարձվելու կոպեկ առ կոպեկ, դուք դա չտեսաք այս 8 տարիների ընթացքում, դեռ ավելին թալանեցին ձեզ թալանեցին գույքահարկի միջոցով, ձեզ թալանում են էժան ծառայությունները թանկարժեք դարձնելու միջոցով, այսինքն էժան ծառայությունները իրենք գնում են, ձեր վրա վաճառում են թանկ ծառայություններ։ Այդ տեսքով գումարած դրան մենք ունենք մասնատված Հայաստանի եւ Արցախի հանրապետություն, այսինքն Արցախի հանրապետության լուծարում դրան գումարած 100,000-ից ավելի փախստականներ, ունեզրկվածներ, այսինքն ազգի մի մասին նույնպես ունեզրկեցին։ Նրանք բոլորը իրենց բնակարանները, գույքը,
եւ այն կարողությունները, որը ձեռք էին բերել իրենց քրտինքով, իրենց կյանքի ընթացքում կամ իրենց ծնողների քրտինքներ իրենց մոտ գտնվում, այդ ամբողջ գույքը թողեցին եւ մի քանի օրերի ընթացքում լքեցին Արցախը։ Այսինքն հիմա ով ում է թալանել այդ մի քանի օրերի Արցախի հանձնումը եւ գույքը այնտեղ թողելը, սա ինչի մասին է խոսում, դասական թալանի մասին, ում տվեցին այդ գույքը, տվեցին ինչի դիմաց տվեցին եւ ինչպես տվեցին, սա մենք կարող ենք բնորոշել որպես թալանի մի տարատեսակ դրսևորում։ Հիմա այս թալանների մասին, որը կուտակվել է եւ ունի կուտակային բնույթ, այս թալանի մասին որևիցե մեկը չի ցանկանում խոսել, բայց սա իրական թալան է, ձեր գրպանները մտել են, ձեզ թալանել են, ձեր գրպանները այժմ էլ մտնում են եւ ձեզ թալանում են, դեռ ավելին, այս իշխանությունը պահելու դեպքում դուք անընդհատ ամեն օր թալանվելու եք, օրինակ նստում եք տրանսպորտ, 60 դրամ սակագնի պայմաններում, որ դա է ինքնարժեքը այդ տրանսպորտից օգտվելու, դուք վճարում եք 150 դրամ, օրինակ ամսական, որ ձեր գույքահարկը ենթադրաբար ասենք որոշ տարածքի համար պետք է կազմեր 10,000 դրամ, դուք դրա համար հիմա այժմ վճարում եք 150,000 դրամ, այդքան է աճել գույքահարկի նաև վարձը։ Մյուսը, եթե դուք որպես թոշակառու ուզում եք օգտվել ձեր թոշակից, այլևս չեք կարողանալու օգտվել ձեր թոշակից, քանի որ ձեր թոշակը արձեռն ձեզ չեն տրամադրելու։ Ձեր քարտի վրա են գցելու, իսկ եթե դուք այն թոշակառուն եք, ով տանից դուրս չի գալիս եւ գնումներ անձամ չի կատարում, ապա դուք միջնորդավորված մեկին դեռ պետք է բարձեք, գտնեք, եթե չունեք երեխաներ կամ այլ մտերիմներ, որը դա կանեն ձեր համար, այսինքն դուք տանից դուրս չեք կարող գալ, բայց ձեր տեղը այդ քարտով ինչ որ մեկը պետք է գնա եւ այդ քարտով առևտուր անի կամ քարտի գումարը պետք է կանխիկացնի, նոր հետ բերի ձեզ տա, որպեսզի դուք կարողանաք այդ քարտով այդ գումարով ինչ որ գնումներ կատարեք։ Այդ քարտն է վերաբերում է բացառապես խանութներին, այսինքն ապրանքներին, այլ ոչ թե ծառայություններին, եւ ծառայությունների օգտվելու դեպքում, վճարման դեպքում դուք դրանից հետ վերադարձ որևիցե տոկոս չեք ունենալու։ Այսինքն ակնհայտ է, որ մի մեխանիզմ են աշխատացնում, հերիք չէ, որ ձեր քարտերի գումարները գտնվելու են իրենց մոտ ինչ որ բանկերում, հերիք չէ, որ այդ բանկերից դուք պետք է այդ քարտից հանեք գումարը կանխիկացնեք կամ այդ քարտով գնաք այն խանութը, որտեղ էլի նույն իրենք են, այսինքն ամբողջ այս օլիգարխիկ համակարգը նույնպես շարունակում է պահպանվել, ոչինչ չի փոխվել։ Բացարձակ այն 8 տարիները, որը մենք անցկացրեցինք, ըստ էության, դրանք անցկացրեցինք որպես պետության լուծարման տարիներ, Արցախի հանրապետություն լուծարվեց, 12,000 քառակուսի կիլոմետր տարածքը ուղակի ձեր ձեռքից վերցրեցին, մեր հայրենակիցների ձեռքից վերցրեցին եւ մեկ օրվա մեջ դատարկեցին տարածքը ցեղասպանությամբ եւ թույլ չտվեցին, որպեսզի դուք ձեր գույքի հետ կապված որևիցե գործարք անեք։ Որոշները իհարկե արեցին, ովքեր գիտեին, որ տարածքը հանձնելու են, իրենց գույքերի դիմաց նաև գումարներ էին ստացել, բայց ես խոսում եմ ոչ թե որոշների մասին, ես խոսում եմ մեր հասարակության այն շնորհալի, աշխատասեր, իհարկե, դա մեր տարածքն է, այսինքն Արցախը մեզ մատակարարում էր գյուղատնտեսական մթերքներով, այլ չեմ ասում մեր հոգևոր հարստությունը մենք ինչ ենք թողել Արցախում, մեր մշակութային ժառանգությունը ինչ ենք թողել Արցախում, այս մասով էլ նույնպես, այսինքն բոլորիս պատճառվել է հսկա ծավալ թալանի այդ ցավը, այսինքն բոլորիս են թալանել, հոգևոր թալան, մշակութային թալան, գույքային թալան, մարդկային թալան, այսինքն վերջում էլ առնվազն երևի մենք չունենք հիմա դեռ հաշվարկներ հստակ 1000 մարդ սպանել են, նոր դատարկել են Արցախը, այսինքն մարդու կյանքը նույնպես գերագույն արժեք է մեր մոտ համարվում, բայց ես գտնում եմ ցանկացած մարդ անգին է,
իհարկե հիմա եթե երբ ես երիտասարդ էի դեմ էի մահապատժին, բայց հիմա գտնում եմ, որ երևի թե այսպիսի հասարակություններում, ինչպիսին մեր հասարակությունն է, այդ տեսակի պատիժը նույնպես պետք է կիրառել, որովհետև այլ կերպ հասարակության այլասեռումը հնարավոր չէ նաև կանխել եւ նաև հաշվարկել, որպիսի նման այլասեռվածություններ կամ նման արատավոր հանցավոր երևույթներ մեր հասարակությունում չլինեն։ Հետևաբար, եթե խոսում են թալանից, ապա եկեք խոսենք այսօրվա արդիական, ինչ կատարվում է այդ թալանից եւ այդ թալանը ինչպիսի մասշտաբներ ունի եւ հենց այդ մասշտաբների մասին է խոսում նաեւ իրենց պարգևավճարները եւ նաեւ այն աշխատավարձները, որ իրենց դուրս են գրում։ Սրանք խոսում է հենց այդ ուղակի թալանի մասին։ Տեսեք, ձեր ամեն մեկի գրպանի վրա ազդում է, օրինակ, երբ ցանկություն ունեք դիմելու դատարան, դատարանի հայցադիմում ներկայացնելու համար պետական турքի վճարումները նույնպես մի քանի անգամ թանկացան։ Այսինքն սա թալան չէ, սա նույն թալանն է։ Իսկ կան դեպքեր, որ ընդհանրապես մարդը պետական турքից պետք է ազատված լինի, բայց ոչ։ Ազատումը բացառիկ դեպքեր է ներառում այս պարագայում, եւ եթե քո իրավունքը հիմնարար իրավունքը խախտվել է, դու նույնիսկ դրա համար պետք է պետտուրք մուծես, որպեսզի դիմես կարողանաս դիմել դատական պաշտպանության։ Այս մասով էլ պետական турքերը մի քանի անգամ ավելացել են։ Այսինքն բոլոր բնակավարներում պետությունը ուղղակի այնպիսի պայմաններ է ստեղծել հասարակության անդամների համար, որ մարդիկ այդ ճկռեն այդ գումարի չունենալու լուծի տակ եւ չօգտվեն իրենց վերապահված իրավունքներից։ Այսինքն, եթե մարդը գույք ունի, Երևանի բնակիչ է եղել, մշտապես ապրել է Երևանում, ունի բնակարան, այդ բնակարանի գույքահարկը այնքան են բարձրացնում, որպեսզի մարդը ընկնի գույքային պարտավորությունների տակ եւ չկարողանա մուծի գույքահարկը։ Սա ընդհանուր ես իրավիճակն եմ ձեզ ներկայացնում։ Աղբահանությունը ոչ թե հաշվարկել են մարդու կողմից աղբի արտադրման այդ հաշվարկով, այսինքն յուրաքանչյուր մարդ ինչքան է աղբ կուտակում, ոչ թե դրանով են հաշվարկում, այլ նրա կողմից շահագործվող, օրինակ, բնակարանի մակերեսով են հաշվարկում, որտեղ է այստեղ տրամաբանությունը։ Մարդը կարող է ունենա 100 քառակուսի մետր բնակարան եւ այնտեղ մի անձով ապրի, բայց այդ մի անձը ուղակի արտադրի հավաքի կուտակի շատ քիչ աղբ։ Այսինքն դու ոչ թե անձի քանակով են աղբը հաշվարկել, այլ նաեւ այդ չափերով նրա բնակարանի։ Այստեղ է չկա հաշվարկ, ինչ կա դրա տակը քողարկված ինչ թալան, կոռուպցիա, սա է դրա տակը թաքնված։ Հիմա ասֆալտի հետ կապված։ Հիմա որ մենք նայում ենք մեր փողոցները, այն մեծ փոսերը, երեք օրինակ Շամշյանը մեկը Դավթաշեն կամրջի վրա, ուղղակի մոտավորապես մի 6 մեքենա անվադողերը պայթել է, կանգնել են, շարժական անվադողերը փոխող ծառայությունը եկել է, որ բանանի, եւ ինչ էր հաղորդում Շամշյանը, իրենց ամենաչակերտներն իհարկե քաղցր խոսքերն էին փոխանցում այդ վարորդները Տիգրան Ավինյանին։ Բա ձեզ սիրելի հայրենակիցներ խաբեցին, ասեցին կիլոմետրերով ասֆալտ են անում, գումարները նախկիններից իբրև թե նախկինների թալանից հետ են բերում, ասֆալտ են անում, կերակրում էին ասֆալտով։ Հիմա եկեք գնանք փողոցներով այդ ասֆալտները, որ իրենք արել են, դրա որակը մի հատ հենց հիմա ստուգենք անզեն աչքով, առանց չափումների եւ այլն, ու կտեսնենք թե ինչ չափի փոսեր է առաջացել այս տարվա ձնառատ ձմեռից հետո, այս ընթացքում արդեն մտնում ենք դեպի գարուն, այս փուլում ինչ չափի փոսեր են առաջացել այդ իրենց կատարած ասֆալտից, այսինքն սա նույնպես թալան է, գումար կա այդտեղ, ինչ կարգի եւ որակի ասֆալտ են արել, որ արդեն ասֆալտը ծակվել է այդ
քան մեծ փոսեր է առաջացրել այդ եւ ինչի մասին է սա խոսում եւս Թալանի մասին Թալանից ենք հիմա խոսում իսկ մեր պետական պարտքը որքանով է ավելացել սա նույնպես խոսում է որ մեր երկրում ոչինչ չի ավելացել բայց ավելացել է պետական պարտքը մեր երկիրը կրճատվել է փոքրացել է 12000 քառակուսի կիլոմետր տարածքով բայց աճել է մեր պարտքը մեր երկրի քաղաքացիները զոհվել են սպանվել են բայց աճել է մեր երկրի պարտքը մեր գերեզմանները շատացել են երիտասարդները այնտեղ իրենց այսպես ասած շիրիմներն են հանգչում են այնտեղ ննջում են այնտեղ բայց մեր պարտքը շատացել է սա ինչպես է տեղի ունեցել ակնհայտ է որ այս պարտքերը ոչ թե վերցրել են որպեսզի հարց լուծեն տնտեսություն զարգացնեն բարեկեցություն ապահովեն այլ վերցրել են որպեսզի օրինակ ավելանա Սրբույի Գալանի պարգևավճարի գումարը որն այլ ասի դե չեմ հիշում ինչքան էր 6 թե 7 միլիոն էր թե 8 միլիոն էր եւ այլն որ նա համարձակություն ունենա ասի որ իսկ ինչ է եղել որ ես կարող եմ իր աշխատավորցով ինքը կարող է ունենալ օրինակ $200,000 կամ չգիտեմ քանի $100,000 ինչ որ բնակարան կարող է գնել այդ իր աշխատավարձով դա այդպես չէր կարող լինել ինչու եթե մենք լինեինք զարգացած երկիր այսինքն մեզ այդ պայմանավորված պատերազմով մեր հայրենիքը չհանձնեին, տնտեսությունը իրապես զարգացնեին, իրապես լինեին բազմահազար աշխատատեղեր, մեր հայրենակիցները, ովքեր ստիպված էին եղել լքել հայրենիքը, ներգաղթ կազմակերպեին, հետ վերադառնային, միգուցե ասեինք, որ այնքան արդար երկրում ենք ապրում, ամեն ինչ այնքան արդար է տեղի ունենում, որ արդարադատության նախարարը շատ լավ է աշխատել, հետևաբար նրան կարելի է եւ պարգևավճար տալ եւ բարձր աշխատավարձ, բայց չէ որ դա տեղի չի ունեցել։ Հետևաբար աշխատավարձը նրա չպետք է լինի բարձր, խրախուսելի եւ նա չպետք է ստանար պարգևավճար։ Եվ սա համեմատություն է, դա բոլոր նախարարներին է վերաբերելի, ոչ միայն մի անձին, այլ բոլորին է վերաբերելի։ Բայց ես ինչու եմ հիմա արդարադատության նախարարության մասին խոսում, որովհետեւ արդարադատության ոլորտը դա շատ կարևոր ոլորտ է Հայաստանի Հանրապետությունում եւ ընդհանրապես ցանկացած պետությունում եթե չկա արդարադատություն ապա այդ պետությունը չի կարող լինել լիարժեք պետություն եւ չի կարող կազմակերպել ճիշտ բարեկեցիկ հանրային կյանք չի կարող ապահովել այսինքն ոչ կարող է կազմակերպի պատշաճ վարչարարություն պետական բյուջեի ճիշտ բաշխում այդ թվում նաև բացի ճիշտից արդարացի եւ առանց կոռուպցիայի եթե այդ պետությունում չի գործում արդարադատություն դատական իշխանություն իսկ մեր երկրում դատական իշխանության վերաբերյալ զեկույցները մենք գրում ենք առանձին մենք բողոքներ ենք գրում, զեկույցներ ենք կազմում, հավաքում ենք փաստերը, ապացույցները, որպեսզի ապագայում նաև մեղադրանքներ ներկայացնենք, մեղադրանքները չլինեն ուղղակի խոսքերի հիման վրա, այլ ունենան փաստարկված եւ ապացուցողական նշանակության լայն եւ հզոր նաև հիմնավորումներ, այս ամենը արվում է։ Հիմա անցնեմ նրան, թե ինչ է տեղի ունենում աշխարհում եւ ընդհանրապես արդարադատության վերաբերյալ նաև աշխարհում տեղի ունեցող գործընթացների մասին։ Դուք երևի շատերդ, որովհետև դա համաշխարհային աղմուկ բարձրացրեց, այդ Էփստեյնի դրա ֆայլերը, որը Միացյալ Նահանգների պետական ատյանները որոշում կայացրեցին հրապարակել եւ դարձնել հանրային սեփականություն։ Այդ Էփստեյնի այդ ֆայլերի մեջ պարզվեց, որ կա նաեւ հիշատակումներ եւ փաստեր կապված Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Յագլանդի հետ։ Յագլանդը ներկայացնում էր Նորվեգիան
Եվրոպայի խորհրդում։ Եվրոպայի խորհուրդը դա կարելի ասել ժամանակին, այժմ քանի որ այս Յագլանդի արդեն անունն էլ հայտնաբերվեց եւ հրապարակվեց եւ իհարկե Եվրոպայի խորհրդի արատավոր երևույթների վերաբերյալ նաեւ կար այլ զեկույց այդ խավիարային դիվանագիտություն անվամբ նաեւ կային այլ պաշտոնյաներ ովքեր որ հետապնդվեցին իրենց երկրներում իրենց իրավապահների կողմից օրինակ Գերմանիայում այն Աքսել Ֆիշերի հետ կապված Իտալիայում Լուկա Վալոնտեի հետ կապված այսինքն կոռուպցիոն եւ այլ արատավոր երևույթները Եվրոպայի խորհրդում վերջին 15 տարիների ընթացքում ի հայտ էին եկել բայց հիմա ի հայտ է եկել մի այնպիսի փաստ որը կապված է ոչ թե ուղակի ինչ-որ մի падգամավորի կամ մի ինչ-որ խմբակցության ղեկավարի, այլ հենց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի գործունեության հետ, որը առնչվել է Էփստեյնին եւ այդ ֆայլերի մեջ արտացոլվում են նրա նաեւ նամակագրությունը, այդ թվում նրա նաեւ այդ Յագլանդի այցելությունները մասնավոր տարածքներ, որոնք պատկանել են Էփստեյնին այն ժամանակ, երբ նա եղել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի գործուղումների ընթացքում նաեւ առնչություն է ունեցել այդ մանկապիղծ Էփստեյնի հետ։ Հիմա սրա վերաբերյալ Նորվեգիայի իրավապահ մարմինները սկսել են հետաքննություն եւ նաեւ դիմել են Եվրոպայի խորհրդին, որպեսզի նրան զրկեն քանի որ նա նախկինում ունեցել է անձեռնմխելություն, այդ անձեռնմխելությունը այժմ է շարունակվում է անձեռնմխելությունից։ Այսինքն տեսեք, արդեն իսկ այս մարդը, այս Յագլանդը, Եվրոպայի խորհրդի այդ նախկին գլխավոր քարտուղարը 75-ամյա ծերունի, ասենք թե այնուամենայնիվ 75 տարեկան է եւ բայց այսինքն մի օր դուրս է գալու այդ խայտառակությունները եւ այդ խայտառակությունների վերաբերյալ իրավապահները սկսելու են քննություններ։ Սա վերաբերում է նաեւ մեզ, մեր կյանքին եւ մեր պաշտոնյաներին, ովքեր որ թույլ են տվել ապօրինություններ, մասնավորապես այս Յագլանդի նկատմամբ գործը ընթանում է որպես խորացված կոռուպցիոն գործողությունների գործ եւ տեսեք այս մարդիկ որ նման գործողություններ են անում փաստացի մանկապղծությունը դա մի ահավոր դաժան հանցագործություն է ինչ որ մենք տեսնում ենք այդ Էփշտեյնի ֆայլերում բայց կոռուպցիան այս որը արվել է այսինքն դա հենց այնպես չէ փոխկապակցված գործողություններ են եղել այս մասին նաև հիմա տարիներ անց սկսվում է քննություն այո քննությունները կարող են երկար տևել չեմ վիճում բայց այն քննությունները որոնք մենք այսօրվա դրությամբ արդեն իսկ փաստագրված ապացույցներով արցախցիները 100,000-ից ավել ովքեր իրենց գույքերը կորցրել են նրանք փաստագրված ունեն այդ փաստաթղթերը հազարավոր այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ում որ հիմա հարստահարում են այս գույքահարկով չհիմնավորված տրանսպորտի թանկացմամբ այլ չհիմնավորված այս աղբահանությամբ դրանք դուք չեք կարող չեղարկեք սրանք խորացված կոռուպցիայի մասին են խոսում ձեր պարգևավճարները որ տրվել են դրանք նույնպես խորացված կոռուպցիայի մասին են խոսում որովհետև եթե դուք ձեր ուսուցիչներին այսինքն մեր պետության մեջ ուսուցիչը, բժիշկը, զինվորականը չի խրախուսվում, ապա ոնց կարող է այդ դրանց գլխին կանգնած օրինակ քաղաքականությունը մշակող կրթության գիտության նախարարը պարգևավճարներ ստանա կամ իրավապահ մարմինները քննություն կատարողները իրենք չստանան այդպիսի պարգևավճարներ, բայց
նախարարները եւ ինչ որ պարեկները ստանան բարձր աշխատաբարձներ կամ պարգևավճարներ։ Այդպես չի կարող լինել։ Սա նույնպես խոսում է խորացված կոռուպցիայի մասին։ Եվ վաղ այսրանք բոլորը ապացուցված, փաստարկված հիմքեր են։ Այսինքն, այստեղ այս հիմքերը չեք կարող վիճարկել, ամենալավագույն փաստաբանները ունենալու դեպքում դուք այս հիմքերը չեք կարող վիճարկել։ Այսինքն այս հիմքերով ձեզ դատապարտելու են։ Սա ակնհայտ է եւ այդ օրը գալու է, այդ օրը այդքան հեռու չէ։ Եթե Յագլանդը լինելով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար ինչ որտեղ էր կարող էր մտածել, որ նրան չի հասնելու, բայց 75 տարեկանում նա արդեն իսկ հիմա արդեն ներգրաված է քրեական բարույթում եւ նրա նկատմամբ նրա անձեռնամխելիությունից զրկելու վերաբերյալ արդեն իսկ իրավապահ մարմինները հայտ են ներկայացրել եւ այստեղ այդ նույն փաստերը իր հետ կապված նույնպես չես կարող հերքես, որովհետեւ դրանք արդեն տեղի ունեցած փաստեր են եւ այդ փաստերի վերաբերյալ ապացույցները նույնպես գտնվում են իրավապահ մարմինների տնօրինության ներքո։ Այս համակարգը, որը միջազգային համակարգ է, հեղինակավոր կառույց է Եվրոպայի խորհուրդը, եթե այստեղ են կարողանում արդեն սկսել այսպիսի քննություններ, то դուք ով եք, չգիտեմ ձեր գիտելիքներով կամ ձեր վարքով եւ բարքով, որ վաղը մյուս օր չդառնաք իրավապահ մարմինների կողմից անցկացվող քննության առարկա եւ չդատապարտվեք։ Այսինքն սա ես գլոբալ ասում եմ ինչ է տեղի ունենում աշխարհում, որի մասն է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկիր է։ Մենք այնտեղ նաև մուծումներ ենք կատարում, այսինքն մեր հարկատուների հաշվին նաև անդամավճար ենք մուծում, եւ այնտեղ մերոնց կողմից այլոց հետ միասին կատարված բոլոր ոչ օրինական գործողությունները, որոնք ունեցել են կոռուպցիոն եւ այլ բնույթներ, վաղը մյուս օրը նույնպես, որովհետեւ հազարավոր քաղաքացիներ, այո, պայթելու են, հազարավոր քաղաքացիներ դիմել են Եվրոպական դատարան եւ բախվել են ինչի հետ, ապօրինության, անարդարության, որը ունեցել է ինչ բնույթ, կոռուպցիոն բնույթ, դրա հետ են բախվել։ Եվ այդ գործերը դուք չեք կարող ոչ միտեղ թաքցնել, պահել, վառել, վերացնել, այդ գործերը այդ մարդկանց տանն են գտնվում, հազարավոր մարդիկ։ Վաղը մյուս օր այդ թալանը, որ հիմա դուք անում եք, հենց այդ գործերի միջոցով այդ թալանը իրապես վերադարձվելու է հասարակությանը։ Եվ Վարդան Ղուկասյանին գանք, Տիկին Խոստանջան, դատական վերջին նիստը բավականի մկոտ էր, ինչ է տեղի ունենում, խնդրեմ ես հասով, դատավորի պահվածքը, դատախազի պահվածքը իհարկե եւ այո, չնայած նրան, որ պարոն Ղուկասյանը չի ուզում, որպեսզի իր առողջական վիճակի մասին շատ խոսվի, բայց դուք ճիշտ եւ հետեւողական բարձրաձայնում եք, թե լրջագույն ինչ խնդիրներ ունի այսօր պարոն Ղուկասյանը, համեցեք։ Նույն արդարադատության մի մասն է, ես ուղղակի ներկայացնեմ մենք ինչ ունենք մեր ձեռքի տակ։ Մենք ձեռքի տակ մեր ունենք բազմաթիվ փաստաթղթեր, ապացույցներ, որոնք ձեռք են բերվել պարոն Ղուկասյանին 2 անգամ հիվանդանոցում զննություն եւ հետազոտություններ եւ բուժում տրամադրելուց հետո։ Մեկը Հայաստանի Հանրապետությունում առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ գործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի կողմից տրված փաստաթղթերն են, ախտորոշումը եւ նաեւ լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները, մյուսը Արմենիա բժշկական կենտրոնի կողմից տրված հետազոտությունների ամբողջ ծավալը, որը վերաբերելի է պարոն Ղուկասյանի հիվանդություններին, որոնք ախտորոշել են նրա մոտ շաքարային դիաբետ ծանր ընթացքով եւ սրտի իշեմիկ հիվանդություն բարդություններով։ Այս 2 ախտորոշումների պայմաններում պարզվում է 3 փորձագետ, ուրեմն Գագիկ Հարությունյան, Արման Թալանյան, պատկերացնում եք, ազգանունն է Թալանյան, Արման Թալանյան եւ Նաիրա Բաբայան, իդեպ Նաիրա Բաբայանն է ներկայացնում է
այն պոակը, որը իբրև պետք է բուժի պարոն Ղուկասյանին կալանավայրում, այսինքն ակնհայտ շահագրգիռ կողմ է այդ Նաիրա Բաբայանը։ Այս երեքը ունենալով այդ բոլոր փաստաթղթերը, հետազոտությունները, տվյալները, իրենք չլինելով նեղ մասնագետներ, չլինելով սրտաբան, չլինելով էնդոկրինոլոգ, նեյրոպաթոլոգ, այսինքն այն հիվանդությունները, որոնց վերաբերյալ տրված էին ախտորոշումները, այս երեքը հավաքվում են ու պարզում են իբրև, որ պարոն Ղուկասյանի առողջական վիճակը հնարավոր է բուժումը տրամադրել առողջական վիճակով պայմանավորված քրեակատարողական հիմնարկում։ Քրեակատարողական հիմնարկն էլ դա այդ ԱԱՑ-ի այսպես կոչված պատվալն է, որը ես համոզված եմ, մենք դա կտեսնենք, կդառնա այնուամենայնիվ բռնաճնշումների թանգարան, այդ ամբողջ տարածքը, որը այս պահին սպասարկվում է որպես քրեակատարողական հիմնարկ, այդ ԱԱՑ-ի պատվալները պետք է դառնան բռնաճնշումների թանգարան, բռնաճնշումներ, որը տեղի են ունեցել թե խորհրդային տարիներին, թե նաև այս Հայաստանի Հանրապետության այսպես կոչված անկախության տարիներին, ես այդպես չեմ կարծում, որ մենք իրականում անկախ ենք։ Այս թանգարանում բռնաճնշումների պարոն Ղուկասյանին պատրաստվում են բուժել, որտեղ չկա բուժմաս, որտեղ չկան բժիշկներ, որտեղ չկան սարքավորումներ, որտեղ չկա EKG-ի էլեմենտար ապարատ, որտեղ չկա շաքարը չափելու հնարավորություն, մարդու արյան մեջ շաքարը չափելու, պարոն Ղուկասյանը ինքն է չափում իր շաքարը իր գործիքով, որտեղ չկա բուժման անցկացման որևիցե հնարավորություն, եւ այստեղ պատրաստվում են բուժել, օրինակ, ծանր շաքարային դիաբետի ընթացքով մարդուն կամ սրտի իշեմիկ հիվանդության բարդույթներով մարդուն, այսինքն բարդություններով այդ ընթացող հիվանդությամբ պատրաստվում են այդտեղ բուժեն, ոնց են բուժում։ Այն նենց բուժեցին պարոն Ղուկասյանին եւ նաեւ նշանակեցին այնպիսի դեղամիջոց, որը ուղղակի հակացուցված էր, եւ մենք սա գնահատեցինք որպես ոտնձգություն նաեւ նրա կյանքի նկատմամբ եւ համապատասխան հաղորդում եմ ներկայացրել հանցանքների մասին, թե ով է ի վերջո էտացիզին դեղամիջոցը նշանակել պարոն Ղուկասյանին, որը նրան հակացուցված է եւ որը կարող է առաջացնել սրտի կանգ։ Հիմա այս պարագայում այս 3 փորձագետները հունվարի 16-ին 2026 թվականի տվել են փորձագնության եզրակացություն, որ այնտեղ կարող են պարոն Ղուկասյանին բուժել։ Հունվարի 16-ին։ Հունվարի 16-ից հետո եւ կարող է պարոն Ղուկասյանը գտնվել կալանքի տակ, դա էլ են տվել այս մարդիկ։ Հիմա ամսի 16-ից հետո գալիս են ինչ-որ ամսի 22-ին, 20-ից 22-ը, ինչ-որ բժիշկներ պարոն Ղուկասյանի մոտ, գալիս են միայն այն դեպքում, երբ ես արդեն ներկայացրել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում բողոք հրատապ միջոց կիրառելու համար։ Այսինքն այս հիմքը չլիներ, նրանք երևի թե չէին գալ եւ նշանակում են էտացիզին դեղամիջոցը, որը ուղղակի հակացուցված է եւ գնում են։ Այսինքն չունենալով ոչ մի տվյալ լաբորատոր եւ այլ հետազոտությունների, բայց նշանակում են նման դեղամիջոց։ Պարզվում է եվրոպական դատարանը մեզ տրամադրեց ամբուլատոր քարտը պարոն Ղուկասյանի, իրենք են արձանագրել, որ պարոն Ղուկասյանը մուտք է գործել այդ KGB-ի պատվալ քրեակատարողական հիմնարկը թեթև միջին ծանրության շաքարային դիաբետով եւ նրա մոտ նույն սրտի իշեմիկ հիվանդություն ընդհանրապես չի եղել, բայց հիմա մարդու մոտ հայտնաբերվել է ախտորոշում սրտի ինֆարկտ, սրտի իշեմիկ հիվանդություն բարդություններով, շաքարային դիաբետ ծանր ընթացքով։ Այսրանք ոչ մի բժիշկ ուղակի հենց այնպես տեղը չի վերցրել գրել։
արել են կոռոնարոգրաֆիա, պարզել են սրտի իշիմիկ հիվանդության հետ կապված խնդիրները, արել են չափումներ շաքարի պարունակության այրան մեջ եւ պարունակությունը եղել է 17-ից 20, այդ թվում նաեւ լաբիլ ընթացքում մեկ էլ ընկել է ավելի ներքև, չգիտեմ ես ինչով պայմանավորված։ Այսինքն սրանք լաբորատոր եւ գործիքային հետազոտությունների տվյալներ են։ Ոչ մի նման տվյալ այդ քրեակատարողական հիմնարկում այդ ԱԱՑ-ի պատվալում հնարավոր չի ձեռք բերել, որովհետեւ չկա, նման սարքավորումներ այնտեղ չկան։ Այսինքն մարդուն տեսեք ինչ վիճակից ինչ վիճակի են հասցրել։ Սա կոչվում է ոչ միայն անմարդային վերաբերմունք, այլ ոտնձգություն մարդու կյանքի նկատմամբ։ Հիմա սրանք սա են արել պարոն Ղուկասյանի նկատմամբ եւ այս պարագայում արդեն իսկ ակնհայտ է, որ ոչ թե պարոն Ղուկասյանի նկատմամբ ուզում են արդար դատաքննության միջոցով բացահայտումներ անեն ինչ որ գործողությունների վերաբերյալ, այլ ակնհայտ էր, որ քաղաքական դրդապատճառներով նրա կյանքին առողջության արդեն լուրջ արդեն առողջությունը լուրջ արդեն խախտվել է, այսինքն այս պարագայում մենք հասկանում ենք, որ առողջության այնպիսի անդառնալի վնաս են տվել, որը ես չեմ կարծում ոնց կարելի է դա վերականգնել, դա պետք է ասեմ բժիշկները բուժման միջոցով, բայց այն որ հիմա ես իրեն չեն տրամադրում համապատասխան բուժօգնություն, չեն տեղափոխում հիվանդանոց, որի վերաբերյալ կա հենց դատավորի կողմից կանչված շտապօգնության բժշկի ցուցումը եւ այդ թվում կա այլընտրանքային փորձաքննության եզրակացություն, որը տրամադրվել է Ռուսաստանի Դաշնությունում Մոսկվայում գործող բժիշկների կողմից, ես շնորհակալություն եմ հայտնում այդ բժիշկներին, որ մանրամասն գիտականորեն հիմնավորված փաստաթուղթ են տրամադրել, այլ ոչ թե բժիշկ ինչ որ հանդես եկող փորձագետ Թալանյանի նման, որ կարելի է ասել, որ ես չգիտեմ դա ինչպիսի եզրակացություն է, բայց այդ մարդիկ է նույնպես պետք է անցնեն արդարադատության այդ ինստանցիաներով եւ անպայման դատապարտվեն եւ կրեն պատիժ, որովհետեւ մարդու կյանքի հետ մենք գործ ունենք, դուք բժիշկ եք, թե ով եք։ Ինչպես կարելի է նման փորձաքննություն տալ եւ պահել պարոն Ղուկասյանին ամսի առնվազն հունվարի 16-ից մինչև այսօր այդ ԱԱՑ կոչվող բանտախցում չտրամադրելով նրան համապատասխան բուժօգնություն եւ մի բժիշկ էլ գա, մենք հələ դեռ չգիտենք այդ բժիշկը ով է, ով նշանակի դեղահապ, որը կարող է առաջացնել սրտի կանգ, որը հակացուցված է պարոն Ղուկասյանին։ Այսքանը, եթե հարցեր կան, խնդրեմ ասեք, շարունակենք։ Շնորհակալություն թերևս այսքանը, ուղղակի միջշտող հարց, այս խայտառակ դատական process-ին զուգահեռ դուք որևէ կառույցների պատրաստվում եք դիմել Տիկին Պոստանջան։ Ես ասեմ, որ բազմաթիվ կառույցների ենք դիմել, այնպես չէ, որ չենք դիմել։ Զուգահեռաբար մենք աշխատացնում ենք միջազգային մեխանիզմները, դրանց մեջ է մտնում Եվրոպական դատարանը, դրանց մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի ռեգիոնալ եւ տեղական ինքնակառավարման կոնգրեսը, այդտեղ ենք զեկույցներով հանդես եկել, բոլոր հնարավոր մեխանիզմները, ինչ որ մեր ձեռքի տակ, այսինքն փաստաբանի ձեռքի տակ գոյություն ունի, ես գործարկել եմ եւ այս պարագայում ես կարծում եմ, որ ինչ որ մի տեղից մենք ունենալու ենք այն մեր բողոքների պատասխանը դրական իմաստով, որը լուծելու է պարոն Ղուկասյանի ազատ արձակման հարցը։